Նա, ով հաշվի չի առնում ուրիշներին, նա քաղաքակիրթ մարդ չէ, նա բարբարոս է։ Ինչ է քաղաքակրթությունը։ Քաղաքակրթությունը մարդիկ են, որոնք հավաքվել են և միմյանց հետ հարաբերվում են կանոնների, օրենքների, միմյանց հանդեպ բարյացակամության հիման վրա։ Իսկ այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում, այսպես կոչված իշխանությունների կողմից, դա քաղաքակրթություն չէ, դա բարբարոսություն է, որովհետև այդ խումբը հաշվի չի առնում մյուսներին և հաշվի չի առնում այն կանոնները և օրենքները, որոնցով այդ մարդիկ ապրում են։ Մասնավորապես 1700 տարի մի կառույց ունի իր օրենքները, իր կանոնները, քաղաքակիրթ կառույց է, որը կարողացել է նաև ինտեգրվել պետական կանոնների և օրենքների ներսում, սակայն 7 տարի է եկել են մարդիկ, որ ասում են կարևոր չի, թե դուք ինչպես եք ապրել, կարևոր է, թե մենք ինչ ենք ուզում և հաշվի չենք առնում, թե ինչ է գրված և ինչ հույզեր և զգացմունքներ կան։ Սա բարբարոսություն է, սա հետամնացություն է և հետադիմություն։ Խախտելը սահմանադրության օրենքները, քրեական օրենսգիրքը, ներպետական օրենքները և զուտ կարողանալ դա անել այն պատճառով, որ ունես զինված խմբեր, սա բարբարոսություն է, քաղաքակրթություն չէ։ Եվ մեր պայքարը այս իշխանության դեմ քաղաքակրթական պայքար է, հայերի պայքարը քաղաքացիական պայմանագրի և Իլհամ Ալիևի դեմ քաղաքակրթության պայման է, որտեղ մի կողմում կանգնած են նրանք, ովքեր ասում են մենք պետք է մեր համակեցությունը բարյացակամության հիման վրա անենք, մյուսը ասում է ոչ, պիտի այդպես լինի, ինչպես ես եմ ցանկանում։ Բայց միշտ հաղթում է բարյացակամությունը, քաղաքակրթությունը և զարգացումը, այսինքն մենք, բարգավաճումը։